Շնորհակալություն։ Սկզբից փաստաթղթի մասին։ Փաստաթուղթը լավ կազմված փաստաթուղթ չէ եւ այն ինչ որ հիմա կնշեմ, խնդրում եմ նշեք եւ ես դրանց գրավոր պատասխանեմ ձեզնից ակնկալում, ինչպես երեք խոստացավ պարոն Ջաղինյանը։ Վարկի մասին։ Խնդրում եմ վարկի փաստաթղթերը ներկայացնել, որովհետեւ վարկի հետ կապված 850 միլիոն դրամի հետ կապված կա մի քանի հարց։ Ինչու եք այդ վարկը վերցրել, եթե նախատեսված չէր այն, եթե ձեր մուտքերի մեջ բացարձակ վարկի մասին տող չկա, վարկը ինչու է կառավարությունը փակել իր Պաուստային ֆոնդի հաշվին, դա տրամաբանության մեջ չէ, որ կառավարությունը Պաուստային ֆոնդից այդքան մեծ գումարներ է փակում համապատրաստից եւ ովքեր են վճարել նաեւ տոկոսները վարկի։ Կրկնում եմ, որ այդ վարկը որպես տնտեսվարող դուք չպետք է վերցնեք, որովհետեւ ձեր մոտ չի երևում բացարձակ ինչ ռեսուրսներով պետք է փակեիք այդ վարկը, որովհետեւ ձեր մուտքերն ու ելքերը հավասար են եւ ամենևին չի երևում ինչ ռիսկի տակ եք դուք մտնել։ Դուք կարող եք ձախողել ուղղակի այդ վարկի պատճառով։ Հետո ձեր մոտ գրված է, որ կառավարությունը այսպես է տեխնիկական վերահսկումների նպատակով 2013 թվականին ներգրաված վարկային միջոցների զգալի մասը մարվել է կառավարության։ Այս ձևի ձևակերպումներ ֆինանսական չի կարելի ներկայացնել ազգային ժողով։ Ինչ է նշանակում զգալի մասը։ Թիվ ներկայացրեք որքանից որքանը։ Հաջորդը ծախսերի մեջ ես երեք ասեցի, այսօր եմ կրկնում, բոլոր ձեր ծախսերը չեն երևում։ 8-րդ էջում տված է ծախսերի հոդվածները, մի մասը կա հերթականության, մի մասը չկա։ Խնդրում եմ ներկայացրեք նաև այն մասերը, որոնք այստեղ արտահայտված չեն։ Ասենք 8.03.01.4-ից հետո գալիս է 8.03.01.06, հետո գալիս է 0.10։ Արանքի ծախսային հոդվածները գոյություն չունեն։ Կամ գուցե բացատրելու կարիք կա, միգուցե դուք բացատրեք ինչու է այսպես, լավ։ Այդ մեկ Պաուստային ֆոնդը ասեցի, ֆինանսական մասը երևի թե այսքանով փակեմ, այս հարցերին խնդրում եմ կպատասխանեք։ Խնդիրը հետևյալն է, 3.6 միլիարդ դուք ունեք եկամուտներ, 3.6 միլիարդ ծախսեր։ Այլ ռիսկեր դուք պետք է որ այս մասով չընդունեիք եւ մեկ էլ կառավարության Պաուստային ֆոնդը։ Սա ընդունելի չէ։ Հաջորդը, ավելի կարևոր բովանդակային մասը։ Ձեր ռեյտինգը գիտեք երրորդն է հեռուստատեսությունների մեջ, Շանթ Արմենյան ավելի բարձր ռեյտինգ ունեն, ընդ որում սա եւ օբյեկտիվ է, կարող է այսպես լինել, որովհետեւ դուք պարտավոր չեք անընդհատ շոու ծրագրեր ցույց տալ, անընդհատ հաղորդումներ ցույց տալ, որոնք կամ սերիալներ, որոնք ռեյտինգ են բերում, բայց բոլոր դեպքերում ստացվում է մի հատ այսպիսի հետաքրքիր իրավիճակ։ Պետությունից դուք ստանում եք 3.6 միլիարդ դրամ գումար, դա հարկատուների հաշվին է, յուրաքանչյուր պատգամավոր հիմա 150,000 դրամ ամիսը, մեզնից յուրաքանչյուր 150,000 դրամ եկամտար մուծում է բյուջե։ Եվ այդ բյուջեից առաջանում է հանրայինի ծախսերը եւ ստացվում է այսքան բյուջեից հարկատուների հաշվին սնվող հիմնարկը ամենառեյտինգայինը չի։ Այս հարցի պատասխանն է պետք տալ։ Իրականությունը հետեւյալն է, որովհետեւ այն ֆունկցիաները, որոնք կարգավորված են ձեր փաստաթղթում, չեն կատարում։ Կարծում եմ այդ պարտավորություններից, այդ ֆունկցիաներից երկուսը, որոնք հստակ են։ Ուրեմն 13 թվականի հիմնական խնդիրները հեռուստատեսության եղել է քաղաքական հրատապ խնդիրների հաղորդումների կազմակերպումը, անմիջական կապը լսարանի հետ, ինչպես նաև մյուսը, եւ այսպես շարունակ, ասենք պատրաստել հանրության քաղաքական, տնտեսական կյանքի հրատապ խնդիրներին նվիրված հաղորդումներ, որոնք ապահովում են կապը լսարանի հետ, որտեղ քննարկում է հասարակությունում արկա հրատապ բոլոր խնդիրները։ Սա է ձեր առաքելությունը։ Յուրաքանչյուր հեռուստատեսություն կարող է որպես բիզնես ծրագիր իր խնդիրը դնել, Եվրոպայում հեռուստատեսություն կարող 24 ժամ ակվարիումա ցույց տալիս կամ 24 ժամ ձկնորսություն, որսորդություն։ Հանրայինի ֆունկցիան եւ եվրոպացիները մեզնից պահանջում են ընդհանրապես հետեւյալը։ Հանրայինը ունի մի հատ առանձնահատկություն բոլոր հեռուստաընկերություններից տարբերող։ Այն է հանրության, հասարակության արկա այդ պահին ակտուալ խնդիրների անմիջական օպերատիվ արձագանքումը։ Ընդ որում դա գրված է նաև ձեր կանոնակարգի մեջ, կարդում եմ այդ կետը։ Ապահովել հանրության քաղաքական եւ տնտեսական կյանքի անաչառ, շեշտելով եմ գնում, անաչառ, հավաստի, օպերատիվ, անմիջական եւ սպառիչ լուսաբանումը։ Սա է ձեր առաքելությունը։ Իսկ դուք այս առաքելությունը չեք անում։
Օրինակներով, ես որպես ամենամեծ ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության անդամ, ես ՀՄԵԿ-ում եթեր չեմ ունեցել։ Մեր խմբակցությունից ոչ մեկը այս նշած հաղորդումներին չի մասնակցել։ Ուրիշ հեռուստաընկերություններում ունեցել եմ 2 անգամ, 3 անգամ, 4 անգամ ուղիղ եթերների մասին է խոսքը։ Հանրապետությունը եռում էր թոշակների այս նոր համակարգի հետ կապված ցույցեր, բողոքներ էր, գործադուլներ էր։ Ձեր համար կարծես եղած չեղած դուք անընդհատ եւ մինչեւ հիմա էլ շարունակում եք միայն կառավարության տված այն ռեկլամները, որ սա շատ լավ բան է, եկեք մտեք, ապահովված է, երաշխավորված է եւ այլն։ Եթե դուք միակողմանի պետք է միայն ներկայացնեք իշխանության ներկայացրած, իշխանության մատուցածը, ապա դրա այլ ռեյտինգ չեք ունենալու եւ հասարակությունը ձեզնից չի ակնկալելու այն, ինչ որ հանրայինը պետք է իրեն տա։ Հանրայինին նայում են միայն այն ժամանակ, երբ որ այլ բան նայելու հնարավորություն չունեն։ Մենք հիմա 25-ից սկսած հանրահավաքներ ենք անում։ Դուք ներկայացնում եք այդ հանրահավաքները, հանրահավաքին մեր ներկայացրած խնդիրները, չէ որ դա հասարակության մի մասն է։ Դուք եք ասում, որ հանրապետության 80% դեմ է կենսաթոշակայինի, բայց կենսաթոշակայինի 80%-ի այդ կարծիքը, այդ տեսակետը հանրայինում տեղ չգտավ։ Այն դեպքում, երբ կրկնում եմ հանրայինի, Արծիք ջան, մի խանգարի։ Երբ հանրայինի Սուրբ առաքելությունը հանրության բոլոր շերտերի, քաղաքական շերտերի ներկայացումն է։ 3 օր է ազգային ժողովի մոտ եւ Գյումրիում ամենուրեք շրջանառության հարկի մասին քննարկումները։ Մարդիկ ըմբոստանում են, ինչ գնահատական ուզում եք տվել, բայց չարձագանքել դրան, չլսել նրան։ 3 Պետրոսի իր հաղորդման մեջ անմիջապես ճիշտ պահը բռնեց, հրավիրեց փոքր միջին ձեռնարկությունների միության նախագահին, անունն էլ չեմ հիշում, օպերատիվ, արագ, անաչառ տեսակետ արտահայտելու։ Սխալ էր, ճիշտ էր, կապ չունի։ Պարզ չէ, որ մարդը, որ ուզում է անաչառ եւ օպերատիվ այլակարգություն լսելու, այս դեպքում նայում է ուրիշ հեռուստաընկերություններ։ Դուք շեշտը դնում եք լավ հաղորդումների կրթական, մշակութային, շատ ճիշտ եք։ Հանրայինը դաստիարակության լրջագույն ամբիոն է, բայց բացի դա եւ առավել քան դա հանրության տարբեր շերտերի խնդիրների արձագանքման խնդիր կա, օպերատիվ արձագանքման խնդիր կա։ Հանրայինը այդ խնդիրը չի կատարում։ Հանրայինի թիվ 1 խնդիրը այսօրվա հանրայինի բոլոր շերտերի, քաղաքական բոլոր շերտերի ակտուալ, այդ պահին ընթացող բոլոր հասարակական ընթացքների հետևողականությունն է, մեկնաբանությունն է, անաչառ մեկնաբանությունն է։ Դուք դրա տակ ձեր միջոցներով կարող եք իշխանության խնդիրը լուծել, քարոզել, մատուցել, դա ձեր իրավունքն է, որովհետև իշխանությունն էլ մաս ունի։ Կառավարությունը փող է տալիս եւ իհարկե կառավարության դեմ դուք ամբողջ հաղորդում չեք կատարել։ Դրա մասին չի խոսքը։ Իր հնարավորությունները տառմով շատ է, բայց ես խոսում եմ ընդհանրապես բացախոսության եւ այլակարգության տեղ հատկացնելու մասին։ Ձեր մոտ սա կաղում է, ձեր մոտ սա չկա։ Սա է հանրայինի հիմնական առաքելությունը եւ ես այսպես եմ պատկերացնում։ Եվ ցավալի է, որ ասենք այս տարվա այս արդյունքները մենք քննարկում ենք հոկտեմբերին։ Իրանց մնացել է ասենք թե մեր դիտողությունները ուզում են լսեն, ընդունեն 2 ամսում ինչ են անելու։ Այս կարգի քննարկումներ, որոնք անցած տարվան են վերաբերում, պետք է շուտ դրվի։ Շնորհակալություն։